Հռչակագիրը որտեղ կա ցանկությունն է, կա ցանկություն Տրամի կողմից, ցանկություն Նիկոլ Փաշինյանի եւ կատարվելու դեպքում այդ ցանկության լավ, չկատարվելու դեպքում ռիսկեր են առաջանում։ Ռիսկերը ոչ միտեղ չեն գնացել, մենք այն ռիսկերը, որ ունեցել ենք, այսօր ունենք։ Բայց երբ այդ ստորագրվեց այդ դեկլարացիա, մենք ստացել ենք ինչ որ հնարավորություններ այդ ռիսկերը չզոքացնել կամ փոքրացնել, որովհետև եթե 2020-23 թվականի երկրորդ Արցախի արշավից հետո Հայաստանին պարտադրել են 3 գումարած 3 ֆորմատը, որտեղ 3 ավտորիտար երկիր Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը եւ 3 պետություն փոքր պետությունները Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը ստորագրել են շրջանակի մեջ։ Հիմա կարելի է խոսել, որ շրջանակը փոխվել է, 2 գումարած 2 շրջանակի մասին է խոսել, կարելի խոսել, որտեղ Միացյալ Նահանգները եւ Թուրքիան է, որտեղ այստեղ անշուշտ Թուրքիայի շահերն են այս պրոյեկտի մեջ, եւ երկուսն է Ադրբեջանը եւ Հայաստանն են այդ պրոյեկտի մեջ։ Մենք կարողացել ենք չեզոքացնել հանել Ռուսաստանին ժամանակավոր եւ Իրանին 2 ավտորիտար երկիր։ Եվ մեզ համար այն վիճակը, որը եղել է 2023 թվականին, մեզ պարտադրում էին եւ մենք որևէ լծակ չենք ունեցել, բացի դիմադրել ռազմական ուժով, որը շատ քիչ է։ Լծակներ չեք ունեցել եւ ստիպված եք համակերպվել այդ պրոյեկտը։ Հիմա մի քիչ կարող է թեթևանա, եթե մենք կարողանանք Միացյալ Նահանգներին բերեք մեր տարածաշրջանը ոչ թե դիվանագիտական աշխարհական ասպարեզում, որը ճակետներում սիմվոլիկ է, հզորությունը, բայց սիմվոլիկ է, բայց տնտեսական պրոյեկտներով եւ Միացյալ Նահանգները հողի վրա գալիս են Հայաստան։ Տրիպը տնտեսական պրոյեկտ է։ Հա, եւ այդ տնտեսականը երբ բերում ենք, մենք ինչ որ ձեւով հայշտացնում ենք մեր խնդիրները մնացած բոլոր ոլորտներում, որը մեզ համար խիստ կարեւոր